Կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արձաքանդյանի հայցը ընդդեմ Երկիր օրաթերթի։ Դատարանը գտավ, որ վիճահարույց հոդվածում օգտագործված որակումներից միայն լակոտ բառն է, որ վիրավորական է։ Հայցը բավարարել մասնակի լակոտ խոսքով հաստված վիրավորանքի մասով Երկիր խմբագրություն ՍՊ ընկերությունից հօգուտ Տիգրան Գրիշայի Արձաքանդյանի բռնականձել 200,000 դրամ որպես լակոտ խոսքով վիրավորելու հետևանքով հայցորին պատճառված վնասի եւ փոխհատուցման ենթակա գումար։ Եվս 88,000 դրամ դատարանը պարտավորեցրեց վճարել փաստաբանական ծառայությունների եւ դատական ծախսերի համար, ինչպես նաեւ հրապարակել Երկիր թերթում վճռի եզրափակիչ մասը։ Պատգամավորը մինչդեռ պահանջում էր պարտավորեցնել թերթին հրապարակել իր պատասխանը, ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար փոխհատուցում վճարել 3 միլիոն եւ եւս 500,000 դրամ փաստաբանական ծախսերի համար։ Արձաքանդյանի փաստաբան Վահե Հովսեփյանը հրաժարվեց մեկնաբանել վճիռը, մինչեւ մանրամասն չծանոթանա դրա բովանդակությանը։ Պատգամավորը, ով նաեւ գինի եւ կոնյակ արտադրող Great Valley ընկերության սեփականատերն է, Երկիր թերթի 131 դեմք ու դիմակ խորագրով հոդվածում իր մասին արված արտահայտությունները, Ստիլիագա, Քյավառա բարբառով խոսող եւ այլն համարել էր վիրավորական, իսկ պնդումները, թե նա ռուս գեղեցկուհիները Հայաստան տանում բերում կազինոների մշտական հաճախորդ է, ծեծ ուտելու սովորություն ունի եւ այլն, պատգամավորը զրպարտություն էր որակել։ Կոնկրետ լակոտ բառը, որի մասով բավարարվեց վճիռը, թերթը մեջբերել էր Երևանի կոնյակի գործարանի նախկին փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի խոսքերից։ Ավելի ուշ, սակայն, Արձաքանդյանի փաստաբանը Բագրատյանից գրավոր հերքում էր բերել, թե ինքը նման բան չի ասել։ Երբ մեզ ներկայացվեց այդ հայտարարությունը Հրանտ Բագրատյանի, որ ինքը այդպիսի բան չի ասել, մենք պարտաճանաչ կերպով այդ հայտարարությունը զետեղեցինք թերթում եւ կարծում ենք, որ դրանով սպառված է։ Կարող եմ ասել, որ մասնակի բավարարված ենք։ Կամ կարող եք նույն ձևով ասել, որ մասնակի բավարարված չենք։